Այսօր մայիսյան հաղթանակների տոնի ակտիվ տեղի ունենալու Արցախյան պատերազմում և Քարորիա պատերազմում զոհված մեր հայրենակիցներ Բորիս Ռաֆիկի Օսմանյանի, Գաղտնիք Զավենի Գաղտնիկյանի և Կամույ Հայրենիքի Ինջիգուլյանի հուշաքարերի բացման արարողությունը։ Բացման պատիվը ընձեռվում է Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանին և համայնքի բնակիչ բարեգող Ծևրիկ Նիկողոսյանին։ Հարգելի համագյուղացիներ, հյուրեր, այսօր այս տոնական գեղեցիկ օրը մայիսի 9 բոլորս տոնում ենք 3 հաղթանակ։ Մենք գիտենք, որ մայիսին Վարդան Մամիկոնյանը 451 թվականին մեր թշնամիներին ցույց տվեց, որ մենք ունենք կամքի ուժ, հավաքականություն եւ ամենուրեք, ամենտեղ մենք լինելու ենք հաղթող։ Թեկուզ ֆիզիկապես մեզ փորձեն ոչնչացնել, միևնույն է, մենք ունենք այնպիսի հոգու մեծ կորով, որ մենք ապրելու ենք դարեդար։ Դա ապացուցում է նաև Սարդարապետյան ճակատամարտը։ Բոլորս գիտենք, որ ամսի 28-ին տոնելու ենք 100-ամյակը այն կենաց մահու պատերազմի, որով մենք թուրք յաթաղանին, թուրք շներին ապացուցեցինք, որ մեր երկիրը երբեք թշնամուն չենք տա, երբեք չենք կոտրվի։
մենք այն մարդիկ ենք, որոնք փոքրից մեծ, անկախ նրանից զինվոր ենք թե ոչ, մեր ամենակարևոր պահին բոլորը զինվոր ենք դառնում, թեկուզ մեր աշխատանքային գործիքներով։ Մայիսին հաղթեցինք նաև 1945 թվականին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մղելով հայրենական մեծ պատերազմ, փրկելով մեր երկիրը նորից մեր թշնամիներից։ Այսօր այդ տոնն է դրան գումարված Արցախյան պատերազմում ամենակարևոր հաղթանակը տարած Շուշիի ազատամարտը, որը կատարվեց մեր լավագույն զինվորներից մեկի կամանդոսի շնորհիվ, եւ այդ տոնը տոնում ենք եւս այսօր։ Մենք հաղթեցինք ամեն ձևով, եւ ֆիզիկապես, եւ հոգեպես, եւ բարոյապես, եւ այսօր մեր լինելով մենք հաստատում ենք, որ միշտ ենք լինելու։ Սիրելի համագյուղացիներ, այսօրվա մեծ տոնը նվիրված այդ հաղթանակին մենք միացնում ենք նաև մեր սիրելի համագյուղացիների Կամոյի, Գառնիկի եւ Բարիսի հուշաքարերը բացելով։ Սրանք այն անուններն են, որոնք պայքարեցին հանուն մեր հողի, պայքարեցին ու զոհվեցին, հավերժ փառք նրանց եւ բոլոր ընկածներին, հավերժ փառք բոլոր այն մարդկանց, ովքեր դարեր շարունակ պահել են մեր հողը, եւ այսօր մենք կանք նրանց շնորհիվ, մենք շնորհակալ ենք բոլորին, եւ մենք էլ պատրաստ ենք պահելու մեր հողը, ինչքան էլ մեզ փորձեն ոչնչացնել։ Ես այսօր անիծում եմ բոլոր պատերազմները, մենք բոլորս ենք անիծում բոլոր պատերազմները, որովհետև նա տալիս է մեզ ամենամոտիկ մարդկանց կորուստները, մեզ ցավ է տալիս, բայց այս ցավի մեջ, որ մենք այսօր ունենք, մենք հպարտություն ենք զգում, որտեղ հաղթում ենք, ունենք հաղթելու կամք, ուժ, կորով եւ մեծ նպատակներ։ Թող կորչեն պատերազմները, թող միշտ լինեն ուրախ հաղթանակներ։ Սիրելիներս, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նաև մեր այն համագյուղացիներին, որոնք մեր գյուղի կենտրոնում կառուցեցին այս գեղեցիկ պուրակը հուշարձաններով, որը մեծ ցանկությունն էր այն բոլոր մարդկանց, ովքեր մասնակցել են պատերազմներին։ Ես հիշում եմ, թե ինչպես կեսրայրս, որ հայրենական մեծ պատերազմի վետերան էր, միշտ ասում էր, բոլոր գյուղերում հուշարձան կան, բայց մեր գյուղում չկա, եկեք հավաքվենք, մինչև միթե մեզ անհարմար չի, մի հուշարձան կառուցենք։ Այսօր իրականացել է այն մարդկանց երազանքը, որ ուզում էին հուշարձան ունենալ գյուղի կենտրոնում։ Մենք այսօր ունենք այդ հուշարձանները, ունենք հանձինս մեր համայնքի պետերի, համայնքի ղեկավարների, սկիզբը դրեց մեր Վաղամերիկ աղասի Խաչատրյանը, շարունակեցին հաջորդ մեր գյուղապետերը, այսօր ընկեր Խլղացյանի շնորհիվ ավելի է գեղեցկացել մեր պուրակը, հաղթանակի պուրակը։ Այսօր շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև եւ Էվրիկ Նիկողոսյանին եւ պարոն Խլղացյանին, որոնք մեծ լումա դրեցին, որ այսօր ունենանք նոր հուշարձաններ նվիրված Գառնիկ Զավենի Գառնիկյանին, Կամո Հայրենիքի Ինջուկուլյանին եւ Բարիս Ռաֆիկի Օզմանյանին։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, հարգելի համագյուղացիներ եւ հյուրեր։ Ես իմ շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին, որ հարգեցիք իմ հրավերը եւ ներկա եղաք մեր միջոցառման։ Նաեւ ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ Էրվիկ Նիկողոսյանին իր բարերարության համար։ Բոլորիցս շնորհակալություն եմ հայտնում
ու բոլորիդ շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, նաև երեկվա հաղթանակի կապակցությամբ, ժողովուրդ ջան, բոլորիդ շնորհավորում եմ, միջոցառումներ համարում եմ բացված։ Հայոց հողը ներկվել է իր զավակների արյունով, հայոց հողը զրկվել է իր զավակներից, հայոց հողը բզկտվել ու ծվատվել է, կուլ գնալով գիշատի չարևանների անհագուրդ ախորժակին։ Մայիսը մեր ժողովրդի համար խորհրդաշական ամիս է, համազգային մակարման, պայքարի ու փառահեղ հաղթանակների ամիս, Ավարայր, Սարդարապատ, Շուշի, մայիսյան 3 գոյամարտեր, որ հիրավի բաղդորոշ եղան մեր ժողովրդի համար։ 1918 թվականի մայիսի 22-ից 29 Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան, գիշեր ցերեկ անդադար ղողանջում էին հայոց բոլոր եկեղեցիների զանգերը։ Թուրքական հրամանատարությունը Բաշապարան է ուղարկում 9-րդ դիվիզիան, փորձելով հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը,
և նրան կտրել Երևանից։ Սակայն Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ հայկական ուժերը խափանում են այդ ծրագիրը։ Եվ հայը հարատևեցի հեճուկս բոլոր թշնամիների, մոխրից հարնեց երկիրն այրին, ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Surmalu, time to cocajeru, tanaste artun, perki ko hayreni, chekna surmalun. Այո, միայն մի բուր ցորեն էր մնացել մեծ ցանքից, մի բուր հայ հասավ հայության առավոտին, և այս մեզ հասած մի բուր ժողովուրդն ու սերմը վկա, իր կորցրածը նա ետ կստանա։
Սակայն մի նոր արհավիրք պայթեց հայ ժողովրդի գլխին, սկսվեց երկրորդ աշխարհամարտը։ 1940 թվականին Ադոլֆ Հիտլերը հաստատեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը, բարբարոս ծածկանվամբ։ Գիշերը մռայլ, անպամած գիշեր, գիշերը փչում են հողմեր, դավաճան երկրից մերն ենք թշնամին, մեր նվիրական դաշտերի վրա, գոր շալիքներն են լեռնանում ընդոստ, մեր խռովահույս ծովերի վրա։ Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խունեցիք վայրակ, մենք ձեր դեմ երանք մեր լեռների պես, դուք հողմերի պես ոռնացիք վայրակ, բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկոչեք վայրակ։ Էյ, լսեցեք, վեր հայրենիքի կտրիչ զավակներ, ժողովուրդներ քաչ, ելեք, զարթնեցեք, կանգնեցեք արթուն, գիտցեք, քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին, շուտ հագեք կապեք զենքեր ու զրահ, գոտեպնդվեցեք ատելությամբ վար, գոտեպնդվեցեք անձնազոհ կամքով, գոտեպնդվեցեք ահեղ վրեժով, շարաչեք ուժգին, կաղնինեք հզոր, խուլ վրնջացեք, նժույգներ խիսավ, մժիկի նման զարկեցեք շեփոր, դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում։ Այս պատերազմում իրենց անունը փառքով պսակեցին մեր ժողովրդի հազարավոր 107-րդի արժանացան ամենաբարձր խորհրդային միության հերոսի կոչման։ Հայ զորահրամանատարներից 4-ն արժանացան մարշալի կոչման։ Հովհաննես Բաղրամյան, Համազած Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Հովհաննես Իսակով։ Мне кажется порою, что солдаты с кровавых не пришедшие полей не в землю нашу полегли когда-то, а превратились в белых журавлей. Они до сей поры с времен тех дальних летят и подают нам голоса. Не потому так часто и печально мы замолкаем, вглядываясь
И в том строю есть промежуток малый. Быть может, это место для меня. Настанет день, и журавлей на стае. Я поплыву в такой же земле. Из-под небес по птичьим окликая, мы замолкаем на исходе дня. Мне кажется порою, что солдаты с кровавых не пришедшие боли не в землю нашу полегли когда-то, а превратились в белых журавлей. Մեզ սուրը փառքով դրեցինք պատյան, մեծ հաղթանակի օրն է ցնցալից, պարտվեց մահաշուզ ոսոխը դաժան, երգեր են հորդում զվարթ սրտերից։ Հերթական բեկումը հայոց ճակատագրում եղավ 1988 թվականին։ Պորտկաց հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը։ Հայը դարձավ իր կորցրած հողերի պահանջատերը։ Դու պիտի ապրես հայոց լեռնասյուն, քո ձեռքերով ես դու ճամփա թարթում, վերքի սարեր կան սրտիդ մեջ նստած, և սարերից հետ մեծ համբերություն։ Եղիր անզեն իմ ժողովուրդ, բարձրացիր քո լեռները լուրջ, և թող աշխարհն ականջանի, թե ինչպես ես դու որոտում, ուրեմն զարկ Արցախ, զարկ իմ զարմանալից։ Արցախ, մի բուր Արցախ, դու աշխարհի համար մի փշուր հող ես լոկ, և սակայն մեզ համար հսկա զոհասեղան, ուրեմն զարկ Արցախ։ Անորեն դուր կեր տիրել մայրովի,
1992 թվականի մայիսի 9-ին հայոց բանակը ազատագրեց անառիկ լեռնաքաղաք Շուշին։ Հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատագրական պատերազմում։ Մայիսի 8-ի գիշերը 2030-ին միաժամանակյա հարձակումներով իրականացվեց Շուշի գրավման գործողությունը, որը կրեց հարսանիք լեռներում ծածկանունը։ Ռազմական գործողությունները ղեկավարել է ինքնապաշտպանության ուժերի հրամանատար գեներալ մայոր Արկադի Թադեոսյանը։ Շուշին, գոհարը լեռան, բոլոր ազգերը սեղան կնստեն, և Ղարաբաղյան գինու հորհրան, սուր եղբարության, սուր կենաց կասեն։ Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփով, մալիկներով պատածան հույս, սև խավարով, մութ ամպով։
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ, բայց չի մոռացվի անցյալը դաժան, որ մենք կրեցինք ուսներիս վրա, չի մոռացվելու Վրեժ Արյան։ Ղարաբաղյան պատերազմի ամենածանր պահերին կային մարդիկ, որոնք ոչ մի վայրկյան չէին կորցնում հաղթանակի հանդեպ վստահությունը։ Նրանց արիությունն ու անձնազոհության պատրաստակամությունն այնքան զորեղ էր և զարմանալի, որ նույնիսկ նրանց մահը մարտիկների և ժողովրդի մեջ ամրապնդում էր մարտնչելու և հաղթելու վճռականությունը։ Ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ այս միջոցառմանը։
ուզում եմ բոլորով միած ծափարենք Էվրիկին իմ ընկերոջը, որ լինելով ապրելով արտերկրում չի մոռանում իր գյուղը, իր հայրենիքը եւ կատարում է այսպիսի գործեր հայրենանվեր։ Սիրո երկերս բոլորիդ համար, նաեւ շնորհավորում եմ բոլորիս տոնը։ Գնացինք, հիմա կերկեմ գինիլից երկը բոլորիդ հայտնի։ Բոլորով ծափարում ենք։ Աշխարհ սարսեց հայուհը, գետին ընկավ թուրքի գահը, պատմեց ձեզ Թալյաթի մահագինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ, պատմեց ձեզ Թալյաթի մահագինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ։ Դաշնակցություն ժողովարեց, շուն հայլատին մապորոշեց, Հերլերյանի վաղտեված մերինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ, Հերլերյանի վաղտեված մերինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ։ Շուն հայլատը փախավերվի, Հերելյանը հասավերվի, Սարկես շատի վրեց գետինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ, Սարկես շատի վրեց գետինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ։ Շուն հայլատին կծին հորը, լուրը բարած հնդած մորը, գեցե հայոց կամավորը գինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ, գեցե հայոց կամավորը գինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ։ Ծափարում ենք մեր բոլոր տղաների համար, մեր բոլոր զինվորների։ Հիշատակըք միշտ պարավոր, շիրի միրտույց քրիստավոր, Մայիս 28 շնորհավոր գինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ, Մայիս 28 շնորհավոր գինից, ընկեր ջանինից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ։ Շնորհակալ եմ, շարունակում ենք։ Հիմա կերկեմ մի երգ, որը գրվել է Քարոյա պատերազմից հետո, մեր բոլոր տղաների համար, մեր բոլոր Ես հետ ենք արցան։ Օդն ընկավ ապրիլ ամսին, խուժեց Արցախ թշնամի, հայոց շեներ դղրդացին, հեղվեց արյուն մայր հողի, բայց անմտուն հայու ոգի, ելավ ահեղ պայքարի, հայորդիներ զենքեր վերցրին, հանուն Արցախ աշխարհի, հայորդիներ զենքեր վերցրին,
Ավելի բուրը եկեք ծափարենք մեր բոլոր հերոստրաների համար, ովքեր զոհվեցին քարոզիա պատերազմում եւ ովքեր ապրում են այսօր, զգում են մեր հայրենիքը։ Ես եւս մեկ երգ ցանկանայի երգել, այս անգամ արդեն Շատ լավ։ Գալիս է մի պահ, երբ պետք է ընդունել միակ, անխուսափելի որոշումը, կատարել այն արարքը, որը կոչվում է հերոսություն։ Նրանք հերոսներ դարձան, սովորական տղաները, հայոց բանակի զինվորները, որոնց թվում էին մեր համագյուղացիները։ Հիշենք այդ անունները, հիշենք ամեն օր, մեր հերոս զինվորներն են։ Գառնիկ Զավելի Գառնիկյան, ծնված 1962 թվականին, մարտի 22-ին, 1989 թվականին ազգային ազատագրական պայքարի ժամանակ զենքը ձեռքին կռվում էր թշնամու դեմ, ամենաթեժ կետերում, Արծվաշենում, Մարտակերտում, Լաչիում, Շուշիում, Ֆիզուլիում, նա Արձիր 19 վաշտի հրամանատարն էր, զոհվել է Ֆիզուլիում, 1994 թվականի օգոստոսի 23-ին, պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով, Հայաստանի Հանրապետության կողմից արիության մեդալով։ Ինջիգուլյան Կամո հայրենիքի, ծնված 1976 թվականի հունիսի 3-ին, 1994-ից 1996 թվականներին զորակոչվել է հայոց բանակ և ծառայել Սիսիանում։ Զորացրվելուց մի քանի օր առաջ նստվեց մահվան գույժը։ 1996 թվականին զոհվել է ականի պայթյունից Նախիջևանի դիրքերում։ Կամոն իր ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով։ Բորիս Ռաֆիկի Օզմանյան, ծնված 1996 թվականի դեկտեմբերի 4-ին, 2014 թվականին զորակոչվել է հայոց բանակ, 2016 թվականին ապրիլյան քարամարտի ժամանակ կռվելով նենք թշնամու դեմ զոհվել է, մեծ վշտերի մեջ թողնելով հարազատներին և համագյուղացիներին։ Հետմահու պարգևատրվել է արիության մեդալով և մարտական ծառայության մեդալով։ Մեր եղբայր զինվոր, մեր ազգի բարձանք, մենք միշտ քեզանով պիտ հպարտ մնանք, անդուլ ու անխոնջ առաջ ընթանանք, իտրի տուր գործած քո մեծ սխրանքի, որ հանուն գալիք օրվա վառ հույսի, տվեցիր կյանքդ հողին հայրենի։
Այսօր շատ մեծ տոն է հայ ազգի համար։ Ունենք 4 հաղթանակներ, որոնք հաթաթ թվարկել երևի բոլորդ էլ գիտեք։ Ունենք հայրենական մեծ պատերազմի հաղթանակ, ունենք Արցախյան պատերազմի հաղթանակ, ունենք Քարորիա պատերազմի հաղթանակ եւ վերջը ունենք հայոց մեծ ազգի ընդհանուր հաղթանակ։ Այսօր հավաքվելով այս մեծ բազմությունը, գտնվելով Տարոնիկ համայնքում, եկել ենք նախ իրար շնորհավորենք մեր հաղթանակների կապակցությամբ եւ ներկայացնենք ունենք բացված հուշաքար Էվրիկ Նիկողոսյանի կողմից նախաձեռնած իր անձնական նախաձեռնությամբ եւ Տարոնիկ համայնքի գյուղապետի կողմից նախաձեռնած այս բոլոր գործողությունները, որ տեսնում եք, այս բոլոր գեղեցկությունը, որ տեսնում եք, դա նրանց շնորհքն ու պատիվն է, եւ պատիվն է ամբողջ Տարոնիկ համայնքի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել թե իմ անունից, թե Տարոնիկ համայնքի անունից Էվրիկ Նիկողոսյանին այս սիրուն հուշաքարը, որը նվիրել է մեր գյուղի հերոս ազատամարտիկ Արցախյան պատերազմի հերոս Բարիս Օզմանյանին Էվրիկի կողմից մեծ նվերը եւ ծնողների կողմից, զոհվածի ծնողների կողմից հայտնում ենք Էվրիկին հոգաչափ գոհ շնորհակալություն։ Ունենք նաեւ հուշաքարեր տեղադրված, եթե բոլորը տեսել եք արդեն, որը նախաձեռնել է Տարոնիկ համայնքի գյուղապետ Արմեն Խալղաթյանը օգնությունով համագյուղացիների եւ գյուղապետարանի աշխատակազմի ունենք նաեւ աշխատանքներ, որոնք դեռ շատ թերի են։ Բոլորդ էլ տեսնում եք, զգում եք, ժամանակի շատ սողունելու պատճառով չհասցրեցինք, որ այդ բոլորը ավարտին հասցնենք։ Բայց Տարոնիկ համայնքի գյուղապետարանը իդեմս Արմեն Խալղաթյանի խոստանում է, որ շուտապույտ կերպով կկարողանանք այդ բոլորը հասնել իրեն ավարտին։ Արմեն Խալղաթյանը, գյուղապետը, ունի նվերներ հանձնելու եւ շնորհակալական խոսք ասնելու մեր զոհվածների ծնողներին եւ Էվրիկ Նիկողոսյանին հանձնելու շնորհակալագիր։ Էվրիկ ջան, սրտապ շնորհավորում եմ քեզ, քո բարի գործ ցանկանում եմ քեզ կյանքում առողջություն, հիշություն ու քո սպորտի մեջ հաջողություն։ Շնորհակալություն։ Նվեր է հանձնվում Օզմանյան Բարիսի ծնողին։ Նվեր է հանձնվում նաև Գառնիկյանի ծնողներին, որոնք քույրն է աղջկան։ Հարգելի հյուրեր, տարոնիկցիներ, բոլորից էլ շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը մեր հետ մասնակցելու, ուրախանալու, նշելու, ցկալու համար։ Ինչ ասեմ, ամենալավ բաները բոլորիդ եմ ցանկանում։ Սրտանց կուզենամ, որ
չլինի այսպիսի բաներ, բայց ամենայն դեպս, որ լինում էլա, ինչ կլի թող ժամանակին լինի, որն էլ որ կլինի, մենք միշտ հիշենք իրանց մեր հոգի խորքում պահել։ Շնորհակալություն բոլորիցին։ Բարև ձեզ սիրելի տարոնիկցիներ, սիրելի հյուրեր, շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար, շնորհակալ եմ մեր գյուղապետից, որ կազմակերպեց այս հետաքրքիր միջոցառումը։ Ես էլ պարտավորվածություն եմ զգում միշտ, կապ չունի, որ Հայաստանում չեմ ապրում, մեր գյուղում չեմ, բայց հոգով սրտով ստեղ եմ, թողը ոնց որ Արմենը շեշտեց, նմանատիպ բաները ժամանակին լինի։ Ամեն դեպքում շնորհակալ եմ նորից բոլորիցդ ու ես ցանկացած հարցով, ինչ է որ ինձ վերաբերվի, Արմենի հետ միասին կծառայեմ մեր գյուղի հարցերին։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Ժողովրդական ողջունում եմ բոլորին։ Եթե կարելի է մեկ անգամ ևս մեծ բարձր ծափահարենք մեր Արմենի Էվդիկի համար։ Նույնպես շնորհում եմ մեր այս հաղթանակների կապակցությամբ մեր հայ ազգին եւ մի գեղեցիկ թույլտվությամբ նվիրում եմ մեր հայոց բանակին եւ հայոց զինվորին։ Շատ է հարապեր կյանքում, առաջին եք հիստոնյա, ինչքան էր հանդում, ինչ եք ուզում դուք մեզնից, արևի թուրք է, չեք վախենում մենք ձեզնից, մենք ձեր գինում է, ինչ եք ուզում դուք մեզնից, արևի թուրք է, չեք վախենում մենք ձեզնից, մենք ձեր գինում է, արդ մեր հայոց բանակի, մերնում ձեր կյանքի, աշխպայև եք մեր խաշի, մեր հայրենիքի, մենոս սանած մայրերի, հազար խոնարով, արև պիդի միշովա, հայոց աշխարով, հայոց զինվոր խազինվոր, մերնեմ քո կյանքի, ինախ մեր մերով, իշտեմ ձեր ողքի, մենոս սանած մայրերի, հազար խոնարով, արև պիդի միշովա, Արցախ աշխարով, ազգերնու թուքներ լիմոնա, որ Արցախը ու Շուշին հայերի մոնա, հայրով կյանման թերազմում, ընկան թամստեն է, կրան սխլան կիրամար, իդի խոնարվ է, հայրով կյանման թերազմում, ընկան թամստեն է, կրան սխլան կիրամար, իդի խոնարվ է, ակմեր հայոց բանակի, վերնիմ ձեր կյանքի, աշխվային մեր խաշի, մեր հայրենիքի, մերոմ սանած հայրենի, հասան խոնարվ
աշխարհում Հարբեր այս բանակին Ատկերի հրազատներ շնորհակալության խոսք ունի ասելու Օզմանյան Բարիսի մայրը Էվդիկի և Արմեն Խլղացյանի համար Խնդրում ենք մեր եղբայրը եթե կարելի է մեր բուրըն ծափարություններով մեր հերոսի եղբորը դիմավորենք Հարգելի ժողովուրդ, ուզում եմ իմ կողմից շնորհակալությունս եւ իմ ընտանիքի կողմից հայտնեմ Էվդիկ Նիկողոսյանին, եկել գյուղապետ Արմեն Խլղացյանին։ Շատ շնորհակալ եմ մեր գյուղի համայնքին, որ ներկա է այսօր այս ամեն ինչին եւ Էվդիկին, գյուղապետ Արմենին, շատ շնորհակալ եմ Էվդիկ ջան, Արմեն ջան։ Պես որ ելիր Հայաստան, երկերս սիրով ձեզ համար ու կրկին անգամ ծափարենք ու շնորհավորենք մեր հայազգին։ Հայաստան, սակնիր ոգի հայկական, ելիր Հայաստան, սակնիր ոգի հայկական։ Հացիսն եմ ռուդուսի բան, լերները մեր հայկական, սարերի մեջ առնական, բարեն բռնել իսկական, Հացիսն եմ ռուդուսի բան, լերները մեր հայկական, սարերի մեջ առնական, բարեն բռնել իսկական, հաջերի նման, կրով փախթական, դարերի վկա, հայու գոյության, հաջերի նման, կրով փախթական, դարերի վկա, հայու գոյության, ելիր Հայաստան, զարթնիր ոտքի հայկական, ելիր Հայաստան, սակնիր ոգի հայկական։ Հարսու անի ուշուվան, հարակները հայկական, դարերի մեջ պատվական, տուն են եղել հայունյան, հարսու անի ուշուվան, հարակները հայկական, դարերի մեջ պատվական, տուն են եղել հայունյան, սարերին քիզնակ, սամուրախտական, դարերի վկա, հայու պատմության, սարերին քիզնակ, սամուրախտական, դարերի վկա, հայու պատմության, ելիր Հայաստան, զարթնիր ոգի հայկական, ելիր Հայաստան, զարթնիր ոգի հայկական, հաջերի նման, ամուրախտական, եղիր հայրենիք, համայն հայության, հաջերի նման, ամուրախտական, եղիր հայրենիք, համայն հայության։ Շապարում ենք բոլորը մեր հայրենիքի համար։ Ելիր Հայաստան, սակնիր ոգի հայկական, ելիր Հայաստան։ Սիստեմ ռուդուսի խան, կարսուանի Երևան, անուսևան կապուտան, պիտի լինեն Հայաստան, Սիստեմ ռուդուսի խան, կարսուանի Երևան, անուսևան կապուտան, պիտի լինեն Հայաստան, արարչի ձերքով, տղածով թևան, հույսի հայրենիք, համայն հայության, արարչի ձերքով, տղածով թևան, հույսի հայրենիք, համայն հայության, համնասն բոլորով, Ելիր Հայաստան, սակնիր ոգի հայկական, ելիր Հայաստան, սակնիր ոգի հայկական, ելիր Հայաստան, զարթնիր ոգի հայկական, ելիր Հայաստան, զարթնիր ոգի հայկական, ելիր Հայաստան, սակնիր ոգի հայկական, ելիր Հայաստան, զարթնիր ոգի հայկական։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Լավ, եւս մեկ եք եւ վերջ։ Հիմա կերկեմ հայր միացեք երկը։ Գնացինք։
Բայց եկեք գնենք ավելի ակտիվ։ Bye.
فقط پردوله ملاخا بنت سوا شایا قره و سوا شایا اولاد و نلی و سر تعلیم خدا همه همه گورا Զինվորների ոտի վրա խմեք այս հացը դրել եք զինվորների համար զոհվածների համար այսօր նշել եք այս օրը զինվորների համար այս արարողությունը պետք է ուղղորդի զոհվածների իրանց համար ենք դրել Իրենց բարի շատ ակում օր Հարգելի տղաներ, որ ջնլեք, որ ես զինվորներին այս գրետ, ասի դժվար բանը չպատային։ Ճիշտ է, պատերազմի գոտում է, սահմանամերձ է, բայց թող այսպիսի բաներ երբեք չլինեն։ Որ ջնլեք, որ մեր երեխաները, մեր զավակները երջանիկ ապրեն։ Առավոտ այս Գեղեցիկ արևաշով Հայաստան, բոժն, սավակցում եմ մեր զոհված երիտասարդների բոլորի համար։ Հարգելի տղաներ, բոժն, ողորմներ զինվորների, հարորյակն է 93 տերի դեպի 20 չեր այսօր Ովքեր զոհվել են, ցավակցում են բոլորի համար, խոնարհում են բոլորի ակնի առաջ, ողջունեք, այսուհետ մենք չլսենք այդպիսի բաներ։ Ողջունեք, Ռամարը, Ամսայփյո, Բախուն, Սլավո, Բոնո։ Կլոյակ, կլոյակ, վաժակը բարի մաղթեց զոհվածների համար, ես էլ եմ բարի մաղթում զոհվածների համար, թող մենք բոլորս Աստծու պահապանն ենք մեր երեխեքով, մեր ընտանիքով, մեր Գերդաստանով 15 թվին, 18 թվին զոհվել ենք, փախել ենք, թուրքի ձեռից սպանվել ենք, կոտորվել ենք, հասել ենք Հայաստան։ Հիմա մինչև այսօր մենք պիտի պաշտպանենք, պայքարենք, զոհվենք, մինչև վերջ։ Մենք կայնացենք ամեն ինչի համար, մենք այսօր որ հետ մնացինք, չի օգուտ չի տա ոչ մի բառին, ոչ մի օգնության հետ մնացին, համեցեք, արի առաջ, Հարեկեսանով անցեք, ամեն Երկար կյանք ունենաք, գոհ շնորհակալ ենք, ձեր արածի համար մենք գոհ ենք, շնորհակալ ենք, ձեր պապերի հետ, մեր պապերը, 5 թվին, 18 թվին, մենք գաղթվել ենք, Արևմտյան Հայաստանից, եկել ենք, այսօր իրար հետ ենք, իրար հետ էլ պիտի կռվենք, իրար հետ էլ պիտի պայքարենք։ Mən xəmət. Gəl janver çəkov. Şunları dısrada. Lava sıkama. Xəmərə nəsəkdir maraq. Ha.
Հարչան, Սովյան դիշատակը վարում է ապեջն, մենք որով իշքան կարենանք, իշքան ուժ ու կարողություն ենք, իչեր մեր կյանքի վերջապեր, մեր թորնով, մեր եղեկով, մեր բալեկով, բոլորին պետք է աղբեր, ասվի, որ հիշեն իրենց, մենք չնենք մենց հետո մեր թորները հիշեն, մեր թորների թորները հիշեն, որ իրանք չմահանան երբեք, ասում մարդը մահանում, որ մարդուն չեն հիշում, բայց քանի այդ մարդուն հիշում են, այդ մարդը չի մահանում։ Համայն բարիսի գլխավորությամբ բոլոր այն մարդկանց գնացով, ովքեր այսօր մեր հետ չեն։ Ստանգով դրևին է։ Թողատինը։ Մենք չկսնել ենք, ապեր երանք չեմ անան, մենք էսօր չեն, չենք միշտ բարիսին չկսել ենք։ Աղբեր սաղն չկպցրեք, Իրանց հարկյան դիշատակին ապեր, մեր հերոսներ։ Կենթանի կենաս են խմում։